Ուրեմն զարմանում եմ ես մեր ընդդիմադիրների քաղաքականության վրա, որովհետև ինչ տեղի ունենում վերագրում են ընտրություններին։ Մնում է առաջարկեն լոքդաուն անել, ոչ մի որոշումներ, ոչ մի նախագծեր, ոչ մի առաջընթաց կամ բարեկարգումներ չանել այս երկրում։ Արել ենք, անում ենք եւ անելու ենք։ Տեսեք, տարիներ շարունակ մի քանի տասնամյակ մեր երկրում այնքան օտարված է եղել ընդդիմադիրի ինստիտուտը, որովհետև բոլորը եղել են ընդդիմադիրների կողմից դրածոներ, միասին արել են, միասին կերել են, միասին ուրախացել են եւ տապալել են այս երկիրը, այժմ մեր ժամանակներում ընդդիմադիրի ինստիտուտը, քանի որ նոր վերածնունդ է ապրում, մի քիչ սխալ ուղղությամբ, թշնամանքի է վերածվել։ Լավ ժողովուրդ, դուք չեք տեսնում այս երկիրը ինչքան է բարեկարգվում, ինչքան բարեփոխումներ են լինում, ինչքան լավ բաներ են լինում։ Լավ, մի օր վեր կացեք այդ լավ բաների մասին էլ ելույթ ունեցեք, խոսեք, գնահատեք։ Հիմա վերագրում եք ընտրությունների նախաշեմին։ Դրանից հետո ինչ եք անելու, դրանից հետո ինչպես եք դա մեկնաբանելու։ Ձեր արած գործերի մասին կուզեմ խոսեք։ Քրիստոսը ասում էր նրանց պտուղներից ճանաչեք իրենց։ Մի հատ ձեր պտուղները ցույց տվեք, ուզում ենք ճանաչել, ուզում ենք հավատալ, որ մի բան անում եք։ Երբ որ ձեր ներկայացուցիչը գնում է սալիկը, մանկապարտեզի սալիկը պոկված ցույց է տալիս, նկարահանում ամբողջ երկրով մեկ բարձրաձայնում, տեսեք ինչպես են կառուցել սալիկները պոկված, որպես ավականու անդամ չէր կարող չիմանալ այդ ժամանակ, որ այդ կառուցապատողի աշխատանքը արդեն դադարեցված էր եւ process-ի մեջ էր, որը հետո իհարկե ավելի լավ բարեկարգվեց, ավարտվեց եւ փակվեց։ Խնդրում եմ, թշնամանք մի մտցրեք, մեզ նայում է մեր ժողովուրդը, ժողովուրդը մեր իմաստուն է, տեսնում է ամեն բան, ուրախանում է երկրի այս բարեկարգման, այս բարգավաճման համար եւ ինչ էլ որ անեք, ինչքան էլ որ վերագրեք այդ ամեն բանը ընտրություններին, մենք դեռ ապրելու ենք, մենք դեռ տեսնելու ենք այս երկիրը շատ լավ վիճակում, տեսնեմ այդ ժամանակ ինչ կանեք, շնորհակալ եմ։